Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, սիրելի Աստծո ժողովուրդ, նա եկավ աշխարհ ոչ թե իր կամքը կատարելու, նա եկավ աշխարհ, որպեսզի Հայր Աստծո կամքը կատարի, որով կարողանա երկրի վրա Աստծուն փառավորի, եւ նպատակը սա էր, սիրելի Աստծո ժողովուրդ, նա էր ճշմարիտ լույսը, եւ ասում է ճշմարիտ լույսը նա է, որ բոլոր մարդկանց աշխարհ եկող բոլոր մարդկանց լուսավորում է եւ ունի ինքը ինքնակյանքի լույսը, նպատակը սա էր, որ մարդկությանը փրկության բերի, մարդկությանը կյանքի բերի եւ մարդկությանը բերի Աստծո հետ մեկության, սիրելի Աստծո ժողովուրդ, ասում է իրենների համար եկավ, բայց իրենները չընդունեցին, բայց ով որ ընդունեց, անոր իշխանություն տվեց Աստծո որդի ըլլալու, փառք Տիրոջը, որ այսօր մեզ ես հնարավորությունը բացված է եւ մենք հավատում ենք, որ նա է ճշմարիտ լույսը եւ ճշմարիտ կյանքը եւ մենք խոնարհվում ենք իր առջեւ, որպեսզի կարողանանք ճիշտ ճանապարհի մեջ հաստատուն լինենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Գիտեք, մեկը չգտնվեցավ, որ կարողանար մտներ մարդու եւ Աստծո մեջտեղը եւ ահա Աստծո որդին երկնքում ասեց Հայր, ահա ես կգնամ եւ կկատարեմ քո կամքը։ Ամբողջությամբ Տեր Հիսուս Քրիստոսի նպատակը սա էր, որ նրանք ովքեր կխոնարհվեն, նրանք ովքեր կհամաձայնվեն, նրանք ովքեր կհոժարվեն, որպեսզի մոտիկանան ճշմարտությանը, մոտիկանան Աստծուն։ Աստծուն մոտիկանալու միջոցը սա է, նա գրված է մարդու եւ Աստծո մեջտեղ մի միջնորդ կա, Հիսուս Քրիստոս Տերը, փառք Տիրոջը։ Եվ եթե մենք ուզում ենք նորից մեկանանք մեր Աստծո հետ, մեր միջնորդին պիտի գանք եւ խոնարհվենք իր առջեւ։ Նա է մեր առաջնորդը, մեր հավատքի առաջնորդն է, նա է մեզի սովորացնում, նա է մեզ բացում ճշմարտությունը, մենք իրանից ենք սովորում, ինչպես Պողոս առաքյալը ասում է 4-րդ գլխի մեջ Եփեսացիս ասում է դու Քրիստոսեն սովորակ, որ ճշմարտությունը անոր մեջ է, անորեն սովորակ դուք։ Երանի մեզ, որ մենք սովորում ենք եւ մեզի բացում է Տեր Հիսուս Քրիստոսը, այն ինչ որ մենք սովորում ենք իրանից, այն ինչ որ մենք հասկանում ենք, այդ բոլոր ուսմունքը մեզի մոտիկացնում է Աստծուն, ուրիշ տեղ չի տանում, ժողովուրդ ջան, որովհետև նրա նպատակը սա էր։ Ուզում եմ, որպեսզի այսօր մի որոշ խոսքեր Տիրոջմով փոխանցեմ, որ առանց Քրիստոսի, առանց Հիսուսի չկա միաբանություն, չկա մեկություն, ժողովուրդ ջան։ Նրա կամքը մեզ մոտիկացնում է, որպեսզի մենք մեկ լինենք, միություն ունենանք ամբողջական, ժողովուրդ ջան։ Եվ նրա նպատակը սա էր, ժողովուրդ ջան, որպեսզի յուրաքանչյուրիս հայտնի անի Աստծո անունը։ Այսպես է ասում խոսքը 17-րդ գլուխ Հովանու ավետարան 6-րդ համար, այսպես ասում Տեր Հիսուս Քրիստոսը. Քու անունդ հայտնի էրի այն մարդոնց, որոնք աշխարհին ինձի տվիր, քու գտեին ու ինձի տվիր զանոնք եւ անոնք քու խոսքդ պահեցին։ Շատ հրաշալի բան այստեղ գրված, ժողովուրդ ջան, տեսեք, այն անձնավորությունը, որը ամբողջությամբ Աստծո կամքին էր տրված, աղոթում է։ Սա ամբողջը գալիս է Քրիստոսի ծնունդից։ Աղոթում է հորը եւ ասում է Հայր, որպեսի անոնքալ մեկը լան, ինչպես մենք մեկ ենք, որ նրանք է մեր մեջ լինեն, ինչպես ես քո մեջ եմ եւ դու իմ մեջ ես, նրանք է մեկ լինեն մեր ներսում։ Շատ հետաքրքիր է, ժողովուրդ ջան, որ
Մեր միությունը իրականում ճշմարտությամբ կայանում է Քրիստոսի մեջ, ժողովուրդ ջան։ Մեր համաձայնությունը, մեր միության ճանապարհը սա է, երբ որ ես հոժարվում եմ, երբ որ ես համաձայն եմ, որպեսի ամբողջությամբ այլևս ոչ թե իմ խորհրդովս ապրեմ, իմ կամքովս ապրեմ, այլ Աստծո խոսքով ապրեմ, այդ խոսքը արտոնություն ունի Սուրբ Հոգու միջոցով գործելու եւ միացնելու մեզ ամբողջությամբ Աստծո հետ։ Մենք կարող ենք դուռը բացել եւ մենք կարող ենք դուռը փակել հաղորդակցության, ժողովուրդ ջան։ Այսինքն դուռ բացելը սրանումն է, երբ որ ես ամբողջությամբ խոնարհվում եմ եւ համաձայնվում եմ, որպեսզի իր մեջ գտնվեմ։ Եվ գիտեք, սիրելիներս, Հիսուս ասեց, որ իմ մեջս կեցեք։ Ես երբևիցե ասում եմ, ինչ կա Հիսուսի մեջ։ Ինչի ասեց իմ մեջս։ Եվ ես գիտեք ինչ, մտածում եմ այդ ուղղությամբ եւ համոզվում եմ, որ այնինչ որ ես կտեսնեմ Հիսուսի մեջ, ես ոչ միտեղ չեմ տեսնի դա։ Ինչ որ Հիսուսի մեջ կհաղորդակցվեմ, Հիսուսի մեջ գտնվելով, ես ոչ միտեղ դա չեմ հաղորդակցվի, չեմ ունենա այդ հաղորդակցությունը։ Այնտեղ բնակվում է աստվածային էությունը եւ փառքը։ Եվ ասում այն փառքը, որ ինձ տվեցի, ես անոնց տվեցի, որպեսզի նրանք այդ փառքի ներքո մեկ լինեն, Հայր ասում է, ինչպես ես ու դու մեկ ենք, փառք Տիրոջը, ժողովուրդ ջան։ Եվ տեսեք ինչ է ասում, որ նրանք ասում են միության մեջ կատարյալ լինեն, այսինքն միությունն ունի կատարելություն, ժողովուրդ ջան, որ ամբողջական կիսատ պռատ չլինի, ինչումն է խնդիրը կայանում միության, որպեսզի երբ որ մենք միաբանվում ենք, մեկ ենք լինում Աստծո հետ, մենք ունենում ենք Քրիստոսի միտքը, մեր ներսը արդեն ապրում է իր միտքը եւ մեր սրտի մեջ ունենում ենք Քրիստոսի խորհուրդը եւ տեսեք այստեղ այսպես է գրված Փիլիպեցիս 2-րդ գլխի մեջ մի համար կարդամ սիրելի Աստծո ժողովուրդ Փիլիպեցիս 2-րդ գլուխ 5 համարը հետեւյալն ասում Ձեզ ամեն մեկը նույն միտքը թող ունենա որ Քրիստոս Հիսուսի մեջ է Ձեզ ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Հիսուս Քրիստոսի մեջ է։ Այսինքն միտքը Քրիստոսի մեջ է, ես պիտի ընդեղ հանդիպեմ, եւ ես ընդեղ պիտի հաղորդ լինեմ, երբ որ ես ձգտում եմ, իմ ձգտելը սրանում է, որ ես նորից եմ ասում, լիարժեք համաձայնվում եմ եւ խոնարհվում եմ, որպեսի ունենամ այն ամենը, ինչ որ Հիսուսը ուներ։ Եվ ինչ ասում Տեր Հիսուս Քրիստոսը իր հորը, ասում է այն ամենը, ինչ որ ես ունեմ, քու գտե, եւ ինչ որ դու ունես իմս է եւ այս ամենի մեջ որ նրանք է հաղորդ լինեն սրա հետ ժողովուրդ ջան սա միության մեջ է լինում այս հաղորդակցությունը Տերը թող օգնի մեզի որպեսզի մենք կարողանանք ճիշտ ձևով ամբողջությամբ փափագենք եւ խոնարհվենք եւ Պողոս առաքյալ այսպես է ասում որ ասում է դուք ունեք ով ունի Քրիստոսի միտք ասում է եւ ասում է մենք ունենք Քրիստոսի միտքը ավետարանն է ժողովուրդ ջան ավետարանը որ մեզի բացվում է այ Հիսուսը այս միջնորդը եղավ մարդու եւ Աստծո մեջտեղ Հիսուսի ծնունդը ամբողջությամբ սրանում է կայանում որ մեզի մոտիկացնի Աստծուն որ մենք մեկ լինենք մենք ունենանք երկնավոր Հայրը մենք բարի հովիվը որ մեր առաջնորդը որ ինքը մեզի առաջնորդի ճշմարտության մեջ արածելու ճշմարտության մեջ ուղեկցելու սովորացնի իր կամքը հաստատի մեզ իր կամքի մեջ սա է հաղթությունը որ այս դեպքում մենք կարող ենք միայն իր խոսքը պահել դա նշանակում է նաև ապրել խոսքը, որ խոսքը կյանք դառնա մեր ներսում, որպեսզի մենք ունենանք այդ հաստատությունը, ժողովուրդ ջան։ Սա է իրականությունը եւ Քրիստոսի ամբողջ գալու նպատակը եւ ծնունդը սրանում է կանում, որ բերեց իր երկնավոր հոր կամքը, հայտնեց մեզի, որպեսզի մենք այդ կամքի, այդ խոսքի մեջ լինենք մեկ Աստծո հետ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Սա է մեր հաղթությունը, որպեսզի մենք լինենք Քրիստոսի մեջ։ Տեսեք ինչ ասում. Իմ մեջս եղեք Եվ իմ խոսքերն ալ ձեր մեջ, որպեսզի դուք գնաք եւ շատ պտուղ բերեք։ Մենք առանց իրան ներկայությամբ չենք կարողանալու այդ պատխաբերությունը ունենանք մեր ներսի կյանքի առավելությունը ժողովուրդ ջան։
Գիտեք, հետաքրքիր է, մի բան ասեմ եւ կամփոփեմ խոսքը եւ կավարտեմ։ Շատ մարդիկ ուզում են միաբան լինել։ Գիտեք, ես մի քիչ ուզում եմ ուղիղ ասեմ։ Դե իրար կողք նստելը դա դեռ չի խոսում, որ մենք միաբան ենք, ժողովուրդ ջան։ Անկեղծ եմ ասում։ Իրականությունը սա է, երբ որ մենք ձգտում ենք, նորից եմ ուզում ասեմ, երբ որ ես ձգտում եմ, որպեսզի կարողանամ Քրիստոսի հետ մեկ լինեմ, երբ որ իմ փափագը կատարվում է եւ ես Քրիստոսի հետ մեկանում եմ իր մեջ եւ դու ես փափագում Քրիստոսի հետ մեկանալ եւ որ դու ես մեկանում Քրիստոսի հետ մենք այնտեղ իրար հանդիպում ենք մենք արդեն մեկ ենք լինում իրար հետ մեզի պետք չի մեկանալ մենք արդեն Քրիստոսում մեկ ենք լինում արդեն մեր մեջ իր խոսքն է թակավորում իր սիրո խոսքն է լինում մեր մեջ ժողովուրդ ջան եւ մենք իրար առանց խոսքի արդեն նայելով կհասկանանք իրար որովհետեւ մենք Քրիստոսում ենք ժողովուրդ ջան Տերը թող օրհնի ձգտենք ճշմարիտ մեկությանը որ Հիսուս Քրիստոսը այդպես մեզի համար աղոթեց որպեսզի մենք մեկ լինենք եւ մի բան է ասեմ տեսեք հետաքրքիր խոսք է այստեղ ասում շարունակությունը ասում է Դուն ղրգեցիր զիս ու սիրեցիր զանոնք ինչպես զիս սիրեցիր ինչպես իրավորտուն Աստված սիրես տենց է մեզ ա սիրես ժողովուրդ ջան Տեսնում եք ինչ ճշմարտություն է սա Այս ճշմարտությանը հետ ոնց չի կարելի մեկանալ ամբողջը կարելի է նվիրել թողել այս եղած չեղածը ինչ ունենք բան չունենք ժողովուրդ ջան ինչ է ունենք բոլորը կորստյան է իրականությունը մնայունը հավիտենականը Հիսուս Քրիստոսի ներկայությունն է եւ իր խոսքն է փառավորվի իր անունը շնորհակալություն հայտնենք Հիսուս Քրիստոսին կանգնենք աղոթքի